Ես մարդուն տանում եմ ասենք խոսքի օրինակ Թումանյանի սա սուպերմարկետ, հա, ես չեմ կարող մարդուն ասեմ բանը, Մորքուր ջան, գլվելալով 500 մետր քիչնես ներքև ոտով տոպրակները ձեռդ։ Մարդը տաքսի է պատվիր է, գումար է տալի, դա մարշրուտնի չի 78 համարի կամ չգիտեմ 67 համարի ավտոբուս չի, որ կանգառում միայն կանգնել կարելի։ Կանգառ չես տրամադրել տաքսում։ Կանգառը կանգնում է պարետապահականի տղեկը դուրս են հանում տաքսիներին կանգառից։ Բայց այդ տաքսին որտե է կանգնի։ Կանգառն արգելվում է նշանի կառավարության 922 հոդվածով կանգառն արգելվում է նշանի տակ մարդը տաքսիա կանգնացնում մտեն նկարում են։ Այդտեղ մարդը իջացնում մտեն նկարում են։ Այսինքն դե մի հատ աղջիկ է նստած ասենք նուն են կամ ասենք Ռիման կնոպկեն սխմում է ֆիքսում է։ Հետո որ այդպես գայի ասма դե ֆիքսել են։ Մենք կապ չունենք, ասма դե բողոքեք։ Հետո գային դիմումը գրում կատարող մարմինն այդ մտավյալ հասցե, ով այդ ընտենումա սոցիալապես անապահով վիճակի մեջ են մնում, մի հատ 4-5 քառակուսի դոմիկի մեջ Մալիրովնի ամանները դրած որ անձրև գա կաթա մեջը, հա, գալիս ասում է վերադասին դե ինքը կամակատար է, չի ասում շեֆ ջան, գույքագրելու բան չկար, մի հատ օրս խալաձենիկ էր 3000 դրամանոց, մի հատ էլ հապարուժինը հելած դիվան։ Այդ դատ են անում, դատի ժամանակ բեկանում են չեղել են համարում, սրանք են ճանաչում, այսինքն պարապ են մնացել, ես երկրում էլ հարց չկա, մարդկանց այս շերեփոկների հետևից են ընկե, այն ակուլաներին թողած էլի, բայց որ մի հատ խոսքի օրինակ ասենք, ինչ ասեմ, մի հատ օլիգարխի տղա, որ ծիծակ համարներով են շամշան գագոնա տես բաներ ասում, որ գա կայնի է դրան երևի չեն նկարի, կամ որ նկարել իրենք չեն մուծիսկի։ Հա, լիցենզավորման կարգի հետ կապված մենք իրանց ասեցինք, որ եթե ես պարոն փոխնախարարին ասեցի իր կաբինետում, կլինի պարոն փոխնախարար, ես ձեզ հարգեմ, ես ձեզ սիրեմ, ես ձեր համար ամեն ինչ անեմ, դուք իմ համար ոչինչ չանեք։ Ասեց ոչ, ասի բա դուք հիմա տաքսու վարորդների համար ինչ եք արել, ինչ մինիմալ պայմաններ եք ստեղծել, որ հիմա պահանջում եք։ Թողել ենք ձեզ 2 տարի առանց ոչ մի բանի քշել եք։ Պիտի ասելու բանա, կամ պարոն փոխնախարարը, որ տաքսու վարորդներին, պարոն Արսենյանը, նշեմ, որ փոխնախարարը, օրինակ է բերում տաքսու վարորդների հետ խոսալուց, քննարկելուց, որ եթե ես գինեկոլոգ չլնեմ, դուք ձեր կանանց կվստահեք ինձ, նախ ես շատ անտրամաբանական, որպես Հայաստանի Հանրապետության փոխնախարար տրանսպորտի կապի եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես ոչ adekvat եմ համարում նախ այդ իր ասելիքը օրինակ բերելը։ Նախ սրբության վրով կանանց վրով չի կարելի այդպես օրինակներ բերել։ Հիմա ես եմ այդ օրինակը բերում։ Այդ ձայնագրեք։ Ուրեմն որ ես, պարոն Արսենյան, գինեկոլոգ չլնեմ, դուք ձեր կնոջի ինձ կվստահեք։ Այդ անցանք։ Ուրեմն պիտակավորումներ է փակցնում։ Հովհաննիսյան Տիգրանին ավտոպաշտպանության լիգայի նախագահին ասում է այդ տղա, ինձ ասում է քաղաքական ավանտյուրայով է զբաղվում։ Ախր ես պարոն Օսիպյանին էլ եմ ասել, Վալերի Օսիպյանին, որ ինձի փուճուր ժամանակ ջեմով կանֆետ շատ եմ բաժանել, ես ուշադրության պակաս չունեմ։ Էս իմ համար տրամպլին չի, ոչ էլ կամերաների մոտ նկարվելու խնդիր ունեմ ես։ Ես դուրս եմ եկել ասելու, որ կոնկրետ դեմ ենք այս օրենքին։ Օրեկան մեկը դուրս է գալի խոսում է, այդ մեկին բռնում տանում են, բանը կամ ազգային անվտանգության պատվալ, կամ էլ չգիտեմ բաժինները, կամ էլ վախացնում են, կամ էլ փող են առաջարկում։ Ինչ ասես կարելի է ապրել։